Մեկ-մեկից այնպես է թվում, որ Ադրբեջանն է ղեկավարում Հայաստանի ինֆորմացիա, Ադրբեջանի ղեկավարն է ղեկավարում Հայաստանը։ Մեր ճակատագիրը, մեր պետության գոյությունը այսօր մազից է կախված։ Զգույշ եղեք, զգույշ խոսեք արցախցիների հետ։ Պետք է միավորվել մեկ նպատակի շուրջ, հզորացնել Հայաստանը, մեկ բռունց դառնալ։ Քարը գցեցիք Ռոբերտ Քոչարյանից բաղջան։ Թող իրանց բաղջայից իրանք քարը ման գան եւ ճշմարտացիորեն այդ բաղջայից այդ քարերը հանեն։ Խաղաղությունը համաշխարհային պահանջմունք է մարդկության կողմից, ստուգել են հայկականց գենը, տեսել են 8000 տարվա պատմությունն եւ ամփոփող է։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է Սողոմոն Թեյլերյանի ոգին։ Ինչ են շարակում երկիրը լքել գնալ։ Գնում եք ուր եք, մենք հայերս չպետք է վախենալ։ Բռունց կխփի սեղանին, ասի Ալիև, ես քո չգիտեմ ինչու, ինչ է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր ինձ համար շատ սիրելի եւ հարգված մի մարդու հետ ենք զրուցելու, փորձելու ենք այս ծանր օրերի կատարվածը վերլուծել գրող հրապարակախոս հանրային գործիչ Ռուզաննա Ասատրյան։ Հարգանքներս, բարով եք եկել։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ զգացված ու շնորհակալ, որ ժամանակ եք տրամադրել։ Տիկին Ասատրյան, լավ լուրով էի ուզում սկսել հաղորդումը, բայց Ալիևը չի թողնում, որ մենք լավ լուրերով տենց ուրախանանք։ Տեսեք ինչ է հայտարարել Աբշերոնյան թերակղզու սուլթանը։ Ասում է, խաղաղության պայմանագրի նույնիսկ կնքումից հետո էլ մենք Հայաստանի հետ հաշտ չենք ապրելու։ Այս մարդը խելք չունի, թե մենք, որ այդքան ասում ենք խաղաղության պայմանագիրը հեսա ստորագրում ենք։ Գիտեք, բոլոր հոգեկան հիվանդները հատուկ շեղվածություն ունեն մի երևույթի նկատմամբ։ Մեկ ասենք կարող է իր քրոջը չի սիրում, նրան տեսնելուց իրեն շատ այդպես զայրացած է զգում, ոչ լիարժեք վիճակի մեջ, մեկը ընկերոջը, մեկը նույնիսկ փողոցի այն կատուն, որ ասում է մշտապես այդպես կարող է տեսնի, վերցնի քարով խփի, որտեղ այդ կատուն իր դուրը չի գալի։ Ալիևն էլ Հայաստան անունները լսելուց անմիջապես ընկնում է ցայտնոտի մեջ, որովհետև նա գտել է իր իշխանությունը պահելու երգը, իր ժողովրդին միամտացնելով, մոլորեցնելով, որ Հայաստանը խիստ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար եւ իր երկիրը ուղղակի փակ գոտի դարձնելով, չթողնելով, որ ինֆորմացիան տարածվի իր ժողովրդի մեջ, ժողովուրդը հասկանա ինչ է կատարվում, դրսում ինչ են խոսում Ադրբեջանի մասին, հայերը ինչ են ասում, ինչ են ցանկանում, թելադրում է ինքը, թշնամի ստեղծելով, վախեցնում է ժողովրդին, պաշտպանելով իր աթոռը։ Հետևաբար, ամեն երեկո քնել արթնանալուց մտածում է, վաղը ինչ անի հայերի դեմ, որ հայերը հանկարծ գլուխ վեր չբարձրացնեն։ Ոչ միայն այդպես է ասել, նաև երեք ես իմացա, որ հայտարարել է, եթե խաղաղության պայմանագիրն ստորագրեմ անգամ, հայերը չմտածեն, որ ես իմ 300 քաղաքացիներին, Արևմտյան Հայաստանի քաղաքացիներին չեմ ուղարկելու Հայաստան։ 300,000։ Հա, ներողություն, 300,000։ Իհարկե, 300 ինչքան բարի եմ 300 եմ ասում ես նկատմամբ, այո։ Ուրեմն այդ 300,000 փաստորեն արևմտյան ադրբեջանցի ունենք մենք ապակայում Հայաստան գալու։ Տեսեք թե դա ինչ է, այսինքն դա հնարավոր բան չի, դա չի կարող լինել։ Հիմա մենք այսքան բոլորս վրդոված ենք։ Մեկ-մեկից այնպես է թվում, որ Ադրբեջանն է ղեկավարում Հայաստանի ինֆորմացիան, Ադրբեջանի ղեկավարն է ղեկավարում Հայաստանը։ Մեկ-մեկ այդպիսի զգացողություն ունեմ, երբեմն զայրանում եմ, երբ որ նայում եմ այդ ամբողջ լուրերը, ասում ինչ են այսքան սրա մասին խոսում, ինչ են այսքան Ալիև մեջ բերում Հայաստանում։ Սա գալիս է նրանից, որ ինքը Հայաստանում ունի իր
լրտեսները, իր աչքերն ու ակաշները, որոնք Հայաստանում կատարվող յուրաքանչյուր չնչին երևույթ անմիջապես մեկնում են, հասցնում են Բաքու, եւ նա այնտեղից կազմակերպված ձևով արդեն որոշում է, թե ինչ խոսի, որ հայերը այսօր այս վիճակում կամ հայերը ինչպիսի հոգեբանական վիճակում են այսօր, որին կկատարի մի գործողություն, որ ել ավելի գրգռի Հայաստանը, հայ ժողովրդին հանի իրար դեմ, հայ ժողովրդին դարձնի աննպատակ, որևէ ծրագիր չունեցող, անկապ ինչ որ մի բան։ Ինչի, որ մենք այսօր ականատես ենք լինում։ Հայաստանը իր գոյության օրվանից երբեք այսքան առակտված եւ իրար հանդեպ ատելությամբ լցված չի եղել։ Ակնհայտ արցախցիների հանդեպ սրիկաները բռնության խոսք են, ատելության խոսք են։ Գիտեք, այսպեսի բան կա։ Բայց սրանց պետք է ընդհանրապես դատել։ Հիմա ես ասեմ այդ մասին։ Ուրեմն արցախցիների նկատմամբ այդպես եղել է նաև ոչ թե հիմա, այլ 2003-2004 թվականներին այդպիսի մի պատմություն եղավ Հայաստանում, երբ որ Քոչարյանը սկսել էր բռնություններ, այդ ջրցան մեքենաներ եւ այլն, այն ժամանակ էլ Սիլվա Կապուտիկյանի հայտնի բանաստեղծությունը հիշում եք, Հայաստանում բռնկվել էր հայաստանցի Ղարաբաղցի այդ խոսույթը եւ այս ժողովրդի նկատմամբ ատելություն էր առաջանում։ Ասեն նաև, որ Ղարաբաղցիներն էլ այդքան հալածյունի նման չէին իրենց պահում, հայ երեխաները, որոնք գնում էին Արցախ ծառայության, նրանց նկատմամբ շատ վատ էին վերաբերվում, եւ այդ լուրերը, այ տեսեք, հիմա նոր շերտ առ շերտ բացվում է այդ հրամանատարների կատարած ոչ օրինական գործողությունները, ոչ ազգային, հակամարտկային գործողությունները, որոնք այսօր բացվում են, որը նաև զայրթով է առաջացնում մեր ժողովրդի սիրտը, բայց այստեղ բայցեր կան։ Հարկավոր է տարբերակել այն ժամանակվա հայերին, արցախահայերին եւ այսօրվա։ Մարդը տուն ու տեղ է թողել, հայրենիք է թողել։ Մարդը որ գերեզմանն է թողել, որդու գերեզմանն է թողել այնտեղ, ինչպես կարելի է, այդ նրանք վիրավոր են հոգով, էությամբ, ոչ թե ֆիզիկապես, ոչ թե կորցրած իրենց այդ ունեցվածքով, այդքան ունեցվածքը իրենց չի հանգստացնում, որքան այն հոգևոր տառապանքը, որ գիշերը զոր մարդը ուզում է գնա իր հոգին է լացում։ Այո, հոգին է լացնում, նա ուզում է գնա իր հոր գերեզմանին կա, որդու գերեզմանին խոն ծխի, նա չի կարողանում։ Ուրեմն մեր ժողովուրդը ճիշտ է, որոշ մարդիկ դիտավորյալ հանում են արցախցիներին, այո, նաև կա մարդիկ, որ խառնաշփություններ են անում, հանում են Հայաստանի ժողովրդին եւ արցախցիներին իրար դեմ։ Նպատակները որն է, ես չեմ հասկանում։ Այնինչ որ պիտի լինի, կլինի։ Չի կարելի նույն ժողովրդին հանել իրար դեմ, դարձրել են Ռուսաստան, Ուկրաինա, ուկրաինացիները դեռ մաքուր ռուսներ են, այլ ազգեր, որոնք ընկան մեջտեղ ռուսներին եւ ուկրաինացիներին հանեցին իրար դեմ, այսօր վատություն են անում Ռուսաստանին, մաքուր ռուսներին ոչնչացնում են, այսօր ոչնչացնում են, արդեն ոչնչացեցին հայկական մաքուր գենը Արցախում այսքան մենք կորցեցինք։ Ես այս խոսակցության մեջ պետք է անկեղծորեն խոսեմ իմ ժողովրդի հետ, սիրելի հայեր, թանկագին հայեր, բարեկամներ, հարազատներ, չի կարելի Արցախի վիրավոր ժողովրդին էլ ավելի ոչնչացնել, վիրավորել, բան մի ասեք, եթե ասելիք կա նրանց այնտեղ կատարված անօրինականությունների դեմ, իսկ դա շատ է։ Այնտեղ միլիոններ են կերել, ինչեր են արել, Աստված գիտի։ Հիմա այս ժողովուրդը ասում է, տես Հայաստանի պետությունի միջալոց մեջները մարդիկ կան, որոնք հասկանում են, ասում են Հայաստանի պետությունը մեր համար ինչքան կարողացել է արել է եւ ըստ երևույթին արել են։ Դե բան չի էլի, որ ուրանաս ասես չեն արել են այդ մարդիկ, ինչքան հնարավոր են, բայց գլխի են ընկել մարդիկ, այսօր արդեն նոր լեզուները բացվում է, երբ որ Հայաստանի իշխանության ենթակայության տակ են, ոչ թե Արցախի իշխանության, արդեն սկսել են խոսել, թե ինչքան մայր գումար են այնտեղ հավաքել, որը այսօր չկա, միլիոններ է դա չկա, եւ հիմա այդ մասին դատախազություն հայց են ներկայացրել, եւ պետք է ճշտեն, թե այդ գումարները որտեղ է կորել։ Ուրեմն նայեք, այսպիսի դեպքեր կլինեն Հայաստանում չկա, այդ առանձնահատված անձինք, որոնք հայ ժողովրդին այդպես թալանում են, Ալենի, Ափաշկյանը թալանում են, շուրջ բոլորներս նայեք, այն ինչու մի մասը օրվա հացի փող դժվարությամբ է վաստակում կամ չի վաստակում, այն մյուս մասը ասված գիտի ինչպիսի պալատներ է կառուցել, որոնք միլիարդների արժողություն ունեն, նույնը եւ Հայաստանում կա, ինչ անենք, հիմա վեր կենանք, այդ բոլորին տանք սպանենք, ոչ, հարկավոր է ճիշտ, գիտակցորեն, հեռուստաեթերներով, մամուլով, թատերական բեմադրություններով, հանդիպումներով, ժողովրդի ելույթներով, ժողովրդի հանդիպումը իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ հանդիպել մարդկայնորեն սկսել խոսել, որ մենք ազգ ենք փոքրաթիվ մնացած այս փոքր տարածության վրա եւ մենք գտնվում ենք 4 կողմից թշնամիների ենթակայության տակ։
մեր ճակատագիրը, մեր պետության գոյությունը այսօր մազից է կախված։ Չի կարելի երկրի ներսում Ղարաբաղցի, չգիտեմ, Գյումրեցի, այսօր ահա որ այդ Գյումրիի վիճակը նույնպես բավականին խառնել է ժողովրդին իրար, ես չգիտեմ, ապարանցի էս չկա, տեղացի չկա, կա ազգ ժողովուրդ։ Մենք պետք է այսօր ազգովի բոլորս համախմբված, մեր մի նպատակի շուրջ, մենք մի նպատակ պետք է ունենք։ Ես ասացի, տա Աստված, որ ես Զատիկի օրը ազիզոր են համարում, չէ՞ մեր ժողովուրդը, ասում այսօրը երկնքի դռները բաց լինեն եւ հայ ժողովրդի վրա իջնի մի օրհնություն, որ ինքը դառնա մեկ մարմին եւ մեկ հոգի։ Մոռանան այդ ատելությունը, բավական է, զգուշ եղեք, զգուշ խոսեք արցախցիների հետ։ Հասկացանք, այդ մարդիկ էլ լավ վիճակում չէին եղել։ Եթե լինեին 120,000 եք ասում, 150,000 էր Արցախում բնակչության թիվը, այդ 30,000-ը արդեն դատարկել էին մինչև այդ 120-ի հասնելը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Տիկին Ասատրյան, Ալիևը մեր մեկ բռունցք դառնալուց բռունցքվելուց է վախենում։ Միանշանակ։ Ալիևը Չէ, իրոք կա բան, որ մեզանից վախենում է, հա, որովհետև այնքան անելիքներ ունի, մեկ-մեկ մտածում եմ, որ ինչ չի անում։ Դաբրորեր ունի վերևներից, ինչն է պրոբլեմը։ Գիտեք, ժողովուրդը ունի մի շատ սիրուն ասացվածք, գող սիրտը դող։ Ալիևն էլ շատ լավ գիտի, որ Արցախը եւ Նախիջևանը հայկական տարածքներ են։ Ստեղի վրա մատուցվեց։ Չէ, հայկական հողեր են սրանք։ Վաղ թե ուշ հայ ժողովրդի մեջ այդ գենը չի մեռնի։ Ես դրա համար եմ ասում այսօր փոխանակ իրար նկատմամբ թշնամություն առաջացնելով պետք է միավորվել մեկ նպատակի շուրջ, հզորացնել Հայաստանը, մեկ բռունց դառնալ։ Այսօր հայերը պետք է օգնեն, որպեսզի ղարաբաղցիները, արցախցիները ոտքի կանգնեն, արցախցիները պետք է օգնեն, որպեսզի Հայաստանը ինքը մի քիչ իրեն հզորացնի, որտեղ 30 տարի Հայաստանի բյուջեի 30%-ը գնում էր Արցախ։ Դու մի ասի, այնտեղ գոլանում, թալանում էին, հեկեր, ջեկեր, չգիտեմ ինչ էր, պալատներ էին կառուցում, այսքան ժողովրդին էլի քամել հասցրել էին այն վիճակում, ինչ որ Հայաստանի տարբեր գյուղերը։ Այս 2 օր առաջ ես մի նյութ էի գրել ուրվական գյուղեր, Սիսիանի շրջանի մի գյուղի մասներ, հիմա անունը մոռացա մի պահ, այդ գյուղը դատարկվել է, մարդ չի ապրում, գյուղում միայն աղբյուրն էր, մաքուր ջրի, այս զուլալ աղբյուրն էր, որ հոսում էր, գյուղը ունեցել է 1200 ոչխար, 150 հատ անասուն, մեծ կոշոր անասուն ունեցող հոտ, մի խոսքով գյուղ եղել է շնչող գյուղ, դատարկված է այսօր, այդ գյուղը չկա, եւ ինչ է մտածում, քանի այդպիսի գյուղեր կա Հայաստանում, որ դատարկված են, հիմա սիրելի արցախցիներ, այսա ինչի համար եմ ասում, որ հայ ժողովուրդը Հայաստանը ինքը ահավոր տառապանքներ կրեց 90-ական թվականների արցախյան պատերազմից հետո, մենք չգիտենք մեր գյուղերը պահենք, երկրաշարժից տուզած այդ 42%-ը, որը ավերեց ամբողջ Հայաստանը, այդ գյուղերը վերականգնենք, այս աղքատությունը հայ ժողովուրդը չկարծով, Հայաստանը չկարողացավ ինքը այս աղքատությունը վերացներ, հզորացներ այնքան, որ կարողանար ինքը իրեն տեր լինել, այո, հզորացներ հարույց բանակը, չարեցին, շատ վատ բաներ, սխալ բաներ այնքան ենք արել, շատ ենք արել սխալ բաներ։ Լավ, ինչ որ արել ենք, մենք գիտենք, դեռ կխոսենք այդ մասին, բայց էլի վերադառնամ առաջին հարցից։ Ներողություն, դուք ասեցիք, որ Ալիևը վախենում է մեզանից։ Գանք դրան էլի, որտեվ այդ ինչ որ բաներ է ասում։ Ուրեմն տեսեք, Ալիևը նաև գիտի պատմություն, այնպես չի, որ նա անգրագետ է, շատ լավ կրթություն է ստացել, լավ էլ գիտե թե հայերը ինչպիսի խարակտեր ունեն, ինչպիսի հոգեբանությամբ ուժեղ մարդիկ են, վերջապես դուք տեսաք։ Վերջապես Վարդան Մամիկոնյանը գնացել է մինչև Դերբենդ Բաքվի վրայով։ Ավելին էլ կգնար, եթե այո, որոշակի բաներ չլիներ, մշտապես մեր միջից, մեր դավաճանները, մեր թիկունքից մեզ հարվածել են, մենք չենք կարողացել, բայց այսօր չի լինի։ Ալիևը վախենում է, որտեղ հայ ժողովուրդը ունի իր ծրագիրը, նա մի քայլ ետ, կամ 2 քայլ հետ, մի քայլ առաջ, այդպես է անում, հայ ժողովուրդը այսօր զիջում է, որովհետև այս պատերազմը եղավ, որովհետև այս պատերազմները սպարտադրեցին,
Համար էլ էս նահատակությունները կներեք, էլի, այս երրաբոլորը ընդհանրապես ինչ արժեք ունի։ Ես ինչ խապկանքի մեջ ենք ապրում, տենց չի էլի, ամեն ինչ ասենք ու անցնենք առաջ։ Չէ, որ մենք խապկանքի մեջ ենք ապրում, դա փաստ է։ Ոչ մեկը մեզ իրական ճշմարտությունը չի ասում։ Երբ որ որևէ բան ենք իմանում, աստվածաբար, որևէ հրամանատարի կատարած քայլերի մասին, որևէ ոչ մեկի ձեռնտու չի, որ իրենց արատները բացահայտվեն։ Բայց մենք կանգնած ենք փաստի առջև։ Այդ ինչպես եղավ։ Այդ ինչու միացում բառով սկսվեց Արցախի այդ ժողովրդի ամբոստացում միացում բառով սկսվեց, բայց դարձավ առանցին ապրելու, ես չգիտեմ, առանցին ինքնորոշում, անկախություն։ Միացում էր, չէ՞։ Դե միացնեին Մեր Տեր Պետրոսյանն էր իշխանության։ Այդ եմ ասում, չէ՞։ Մենք պետք է միանար Հայաստանին, որպեսզի Причем որոշումներ կար արդեն։ Այո, որոշումներ կար, իրենք էլ հանրակրվեով որոշեցին, որ պետք է միանան Հայաստանին, բայց ինչու չեղավ։ Ինչու չեղավ։ Իսկ ովքեր չարեցին այդ բանը։ Չարեցին, որովհետև ուզում էին անպայման ամեն մեկը այնտեղ նախագահ, իշխան, վարչապետ աշխատեր, ստեղծեին առանցին կառավարություն եւ Հայաստանից այլևս սկզբում այդպես չէր, բայց հետո նրանք ովքեր իշխանություն էին ուզում, սա իշխանական կռիվ էր, ոչ հայրենիքի համար։ Անձերի կռիվ էր, հողի պայքար չէր, անձերի։ Քարը գցեցիք Ռոբերտ Քոչարյանից Բախչան։ Թող իրանց Բախչայից իրանք քարը ման գան եւ ճշմարտացիորեն այդ Բախչայից այդ քարերը հանեն։ Շատ լավ։ Անցնենք առաջ, էլի գալով առաջին հարցից։ Ալիևը հիմա ախր այս տղեն ստեղ հեղափոխական իրան կոտորում ասում է, հեսա խաղաղությունը հազար ձև ինչ եք ուզում, որտեղ հանդիպենք երկուսն իրար հետ ստորագրենք, էլ ինչ անենք, չուս լինի, չգիտեմ, հիմա մի հատ էլ կարող է հրաշպայի հանուն դրա եւ այլն, բայց Ալիևը այնտեղ դնում է, ասում է, պապս կասերի շտայիտ քացախ, հաշտ չենք ապրելու մեկը։ Լավ, սա ոնց բացատրել, էլի, դուք ասիք մեր ադրբեջանական մոտիվացիան, Տիկին Ասատրյան։ Հիմա Հայաստանի սովորական մահկանացուն ոնց հասկանա։ Մսյո Փաշինյանը խափում է, Ալիևը, թե Ալիևն է խափում, որտեղ են մեզ գցում։ Էլի մի հատ թե անդրադարձանեմ պատմական փաստերին, յուրաքանչյուր իշխանություն եկող վարչապետ լինի, թե նախագահ, ամեն մեկը աշխատում է իր տարիների ընթացքում, ղեկավարած տարիների ընթացքում կատարի այնպիսի մի նորություն, որը նրան պատմության մեջ թողնի, որը դառնա այն սեփը, որը գոնե իրենք հիշեցին, այ ինքը այս մեծ գործն արեց։ Հիմա Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու այդ առաջին այդ կարևոր երևույթը, որը ամբողջ աշխարհը ցնցեց, Թավշյա հեղափոխությունն էր։ Թավշյա հեղափոխությունից հետո չեղավ այն, ինչ որ ինքը խոստացել էր ժողովրդին եւ ինչը որ պետք է կատարվեր։ Ժողովուրդը այդպես հեշտությամբ իշխանությունը տվեց ոչ թե իր սիրո համար, այլ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ազատվելու համար։ Ժողովուրդը միայն դրա համար տվեց իրենց այն։ Տիկին Ասատրյան, Քոչարյան չկար, ժողովուրդը մերժեց Սերժին։ Չէ։ Սերժին այդ դա հորինել էին այդ բանը։ Լավ հասկացա։ Բայց անցյալից, նախորդներից ազատվելու համար այս ժողովուրդը ես չասեմ, ժողովուրդը գտավ մարդիկ շատ էին, այն ժամանակ ասեմ, մարդիկ որ իշխանության են գնում, չեն մտածում, թե իրենք ինչ են անում այն հասարակ ժողովրդի գլխին, որտեղ ընկնում են մոլուցքի մեջ, իրենք որ սկսում փողը բերում, իրենք այդ բուրգից վեր են բարձրանում եւ այն հասարակ ժողովրդի վրա տկած ունեն։ Այդ դրա համար այդ ժողովուրդը, որ արհամարված էր, դա ոտքի ելավ, մտածել է, որ հեսա կգա Նիկոլը եւ Հայաստանում դրախտ կդնի։ Նիկոլն եկավ 7 տարի անցել է, 7 միլիարդ արտաքին բյուջե ավելացել, 7000 գերեզման ավելացել, Եռաբելուրա մեծացել, Արցախ չունենք։ Դե հիմա, այսինքն այն ինչի վրա ինքը եկավ եւ ամբողջ աշխարհով մեկ ցույցադրում էին, որ այսպես, հիմա դա այսպես փչկեց, իջավ։ Պետք է մի բան, որը պատմության մեջ իրեն թողնի, որ ինքը եկել է իշխանության, վստահ շատ կարևոր գործեր է։ Խաղաղությունը համաշխարհային պահանջմունք է մարդկության կողմից եւ խաղաղություն գալը, խաղաղություն հաստատելը, այն էլ Ալիև, Կադաֆի,
Սադամ Հուսեյնի հետ խաղաղության պայմանագիր կնքելը դա պատմական փաստ է։ Սա փաստ է եւ այս փաստը պետք է իրականություն դարձնել։ Ամբողջ խնդիրը սա է։ Նիկոլը որքան Նիկոլն ուզում է, Փաշինյանը ուզում է խաղաղության պայմանագիրը կնքվի, այնքան Ալիևը չի ուզում։ Ես ասել եմ, սպասի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ես ասել եմ արդեն քանի տարի է, ինչ այդ խաղաղության պայմանագիրը մեջտեղ անգեր, ես ասել եմ չի ստորագրելու։ Իրանցի դեպքերը որ եղա, ես կարծում եմ ձեր մոտ եմ ելույթ։ Ես ասացի չի լինի, պատերազմ չի հայտարարի Ալիևը, մեկ ժողովուրդ ջան, ես ձեզ ողջ եմ ասում, այսօր էլ չի լինելու պատերազմ։ Եթե եղավ, ես մի անգամ ձեզ ասացի, չի լինելու պատերազմ, ինքը իզուր վախեցնում է մեր ժողովրդին, խուճապ է առաջացնում հայ ժողովրդի մեջ։ Դուք հիշում եք ամերիկյան Պահեստային գնդապետ Դանը այդտեղ մի տող ունի, նա ու Ալեն Դալեսը շատ այնքան լավ են գրել ժողովրդներին, ազգերին փչացնելու, ոչնչացնելու մասին եւ նրանց տիրելու ձևերը։ Ասում են, եթե ուզում ես որևէ ազգի խեղճացնես եւ անջապես վերցնես այդ ազգին, դու առաջի հերթին բարոյալքիր նրա ժողովրդին, բարոյալքիր։ Այս պահանջով Նիկոլ Փաշինյանի պահանջով եւ Ալիևի մերժումներով բարոյալքվում է հայ ժողովուրդը, որովհետեւ մենք պատերազմում տանուլ տվեցինք։ Մենք հաղթանակ չտանանք, որ մեր բարոյական կերպարը, մեր ներսը կայուն լիներ։ Մենք պարտվեցինք այդ պարտությունը առանց անել մեզ խեղճացրեց, կռացրեց մեր մեջքերը, մեր ողնաշարը ծռեց։ Այսա դարձավ 5 Ալիևի ձեռքին, որպեսզի նա շարունակի էլ ինչ-որ բան անի, որ հայ ժողովրդի հոգեվիճակը խանգարվի, որ հայ ժողովուրդը չդառնա ինքնապաշտպանությունը չժղանա, որ մարդիկ հեշտությամբ հեռանան, լքեն Հայաստանը։ Հիմա ես չգիտեմ։ Այս է խնդիրը, որ Նիկոլը պահանջում է խաղաղություն, Ալիևը չի ստորագրի։ Դուք վստահորեն ասում եք, որ պատերազմ չի լինելու։ Ինչու եք այդքան վստահ։ Նախ արդյոք Ալիևը ինքնուրույն է որոշում կայացնում։ Երկրորդը, արդյոք չկա նրա վրա ճնշում, եւ եթե կա, ապա որտեղից, եւ երրորդը, միթե չի կարող ինչ-որ ռասկլադ կներեք փոխվել, որպեսզի Ալիևին ստիպի հարձակվել։ Կփոխվի միայն մի պայմանով, եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային թաքստոցներին, միջուկային գործարաններին եւ այլն։ Որի վտանգը կա։ Որի վտանգը դեռևս չի սառեցվել, չնայած գնում են Իրան-Թրամփ բանակցությունները, բայց Թրամփը, քանի որ բոլորիս աչքի առաջ հայտարարեց, որ ինքը պաշտպանում է Նետանյահուին, Իսրայելին, հետևաբար նրանց յուրաքանչյուր առաջարկը, որտեղ Իրանը շատ հարուստ երկիր է, շատ հարուստ հանքավայրեր ունի եւ այլն, բոլորներ ձեռք տալիս բաժանիչ որդիրեսը եւ շատ-շատերը հիմա այդպես նայում են, թե ինչ անեն, որ այդ հին այն դրևնի չէ, ասում են հնագույն երկիրը, որը ունի հզոր մշակույթ եւ շատ հարուստ հանքավայրեր ունի եւ ճանապարհներ ունի եւ այլն, նա շատ-շատերին է ձեռնտու, սակայն Իրանը այդքան թույլ երկիր չի եւ շատերին չթվա, որ կկարողանան այդպես հերթ մարսել Իրանին։ Դրա համար հիմա մի քիչ եւ խոսում են եւ սպասում են արդյունքներին, թե ինչ փոխզիջման կգնա Իրանը, ինչպիսի բաներ, որովհետեւ սա Թրամփը որպես բիզնեսեն ղեկավար ամեն մի գրավոր գրություն, թույլտվություն, համաձայնություն կապված է շահի վրա, տվեցիր կստանաս, տվեցիր չես ստանա։ Հիմա խնդիրը սա է, եթե հանկարծ Աստված չանի Թրամփն ու Նետանյահուն այդպես ջերմ կապերով որոշեն հարվածել Իրանին, այդ ժամանակ Ալիևը ժամանակ չի կորցնի։ Սակայն հայերս քնած չենք։ Ես բացահայտ ասում եմ, քնած չենք։ Սա 18 թվականի Հայաստանը չի, ոչ էլ 20 թվականի սեպտեմբերի 27-ի Հայաստանն է։ Հայ ժողովուրդը այսօր բռնցները
սեղմած, հոգեբանորեն պատրաստ կանգնած է իր երկիրը կպաշտպանի։ Այո, վրեժ խնդիրել, վրեժի բանել կա։ Իմ մոտ կա գոնե։ Ձեր մոդել կա, շատ-շատերի մոդել կա, ես շփվում եմ շատերի հետ, բոլոր տղաները պատրաստ են իրենց հայրենիքը պաշտպանելու։ Բա ինչ պետք է անենք, այս սուրբ հողը։ Եվ շատ բաներ, ժողովուրդը որ ինձ տեսնում են, գիտեն ես ինչերով եմ զբաղվում, փակագծեր չեմ բացանել, սիրելի ժողովուրդ, չանհանգստանաք, պատերազմ չի լինի։ Եթե Ալիևը պատերազմ անի, կստանա իրան այնպիսի բաժին կստանա, որ սա կլինի իր վերջը, ինքը կընկնի Կադաֆիի օրը։ Ալիևը այսօր խանգարում է շատ պետությունների, շատ պետությունների։ Ես բարձ ասեմ ձեզ։ Բա ինչ են Նավթ ու գազը իրանն է, այդ ինքը չի անում, այդ իր հովանավորն է անում։ Դուք այստեղ գնացիք ավելի հեռու, տեսեք թե ով է այնտեղ British Petrol ղեկավարը եւ ինչ են անում, որպեսզի Ադրբեջանին որպեսզի մի ռում կամ որևէ բան չընկնի այդ նավթահորերի վրա։ Այսպիսի բաներ կան, նրանք իրենց ունեցածն են պաշտպանում։ Սա է խնդիրը։ Բա մենք մեր հայրենիքը չպաշտպանենք, մեր զավակներին չպաշտպանենք։ Մենք ի՞նչ է, այսպես պիտի կանգնենք ու ասենք, գիտեք ինչ, մի 20 երեխա, 100 երեխա էլ ավելացի, եկեք իրանց էլ սպանենք։ Մի հատ ագենտ կար, բերին կապին ջաններից, BP-ի խողովակները տեղին պահեց, չթողին ոչ մի բան ստեղից խփեն, հետո էլ գնաց Լոնդոն, այնտեղից հրաժարական տվեց, թե որ ասում է։ Ով է տեսել երեխական գնային դեպստամարգը։ Մի խոսքով դա այս խայտարակությունները, այս մասով ասելիք պիտի ունենան, պիտի բացատրեն, պիտի բարձրաբանեն ժողովրդին։ Օրինակ, վերջերս եթե հավակնում են քաղաքական լրտեսական ինքնաթիռը ասում ես, բա ինչ անեմ չասեն։ Շրջել էր Աբովյանով, Երևանով, մինչև Սյունիքով, հիմնականում այդ տարածքներով դա լրտեսական նկարահանող ինքնաթիռ է։ Ինչ գործներ այդ ինքնաթիռը, որ շրջում էր այդ տարածքներում նկարահանում էր, էս մեկ։ Երկրորդ, Անգլիայի դեսպանը հանդիպել է Եվրամիության խաղաղապահ դերգացուցիչներին, որոնք մեր սահմաններն են հսկում Սյունիքի տարածքով։ Եվրոպայի միության անդամ չլինող երկրի դեսպանը, այդ ինչու է գնում Եվրոպայի խաղաղարարների հետ հանդիպման եւ ստուգում թե նրանք այնտեղ ինչ են անում։ Այստեղ հարցեր կա։ Օվկիանոսներից այն կողմ գտնվող երկիրը ինչ է ուզում ես մի բուռ հայրենիքից, ինչ են տվել մեզ, որ չեն կարողանում առնել։ 15 թվականին այդպես խառնվեցին, դաշին կնքեցին հայ ժողովրդից բան չթողին։ Հիմա եկել է այս պահը, նորից սկսել են այդ գիշադիչ գայլերը համախմբվել իրար գլխի, բա մենք ինչ ենք անում, մենք գոնե մեզ պաշտպանենք։ Եվ ես խնդրում եմ մեր ժողովրդին, եթե մենք մեզ չպաշտպանենք, դրսից ով էլ ուզենա մեզ օգնել, տեսա որ մենք անզոր ենք, անզորներին չեն օգնում։ Չեն օգնում։ Այսօր մուրացկաներին ոչ ոք գրպանները բաց չի մուրացկաների դեմ, ասում են արդեն զզում են, նույնիսկ չեն էլ ուզում վրաներին նայել։ Մեկ երկու անգամ տեսան, ես օրինակ մեկ ասում եմ մետրոյի տակ մեկը կա երիտասարդ տղա է, միշտ ջութակ է նվագում, միշտ իրեն շատ էլ հաճելի երաժշտություն է աշխատում եմ վճարել, բայց մեկ երկու անգամ, երրորդ անգամ էլ չես վճարել։ Մեկ երկու անգամ հայ ժողովուրդը խնդրեց, որ իրեն օգնեն, եւ ինքը իրեն չպաշտպանեց, չեն օգնի, Մակրոնն էլ չի օգնելու։ Մակրոնը ինքը մեծ քաղաքականության գիտակ է, մեծ քաղաքականության մեջ է, նրա կապերը, ինչպես ժամանակին Լենինն ասեց, 2 միլիոն հայերի համար 80 միլիոն մուսուլմաններին ես չեմ նեղացնի։ Այդ նույնը մյուս երկրների ղեկավարների մոտ է այսօր եղել անցյալում եւ այսօր էլ այդպես։ Հայերս պետք է կարողանանք մեր վաղվա համար ստեղծել մեր ապրելու խոշոր հենքերը, հիմքերը, պատնեշները։ Տեսեք, մենք ունենք ուրանի հանքեր, մենք ունենք մոլիբդեն, պղինձ, ամենալավագույն բարձր մակարդակի ոսկի, մենք շատ բան ունենք, թերթաքար ունենք, աղ ունենք, մենք ունենք այսպես 650 թե 670 հանքերի տերը այս։ Խմելու ջուր ունենք։ Ամենաթանկարժեքը, աշխարհում չկա այդպիսի ջուր։ Աշխարհի ամենահամեղ ջուրը Հայաստանի ջուրն է։ Եվ եթե այսպիսի երկիր, ամենահամեղ միրգը Հայաստանն է, ամենահամեղ հացը Հայաստանն է։ Ինչու՞, որովհետև Հայաստանի հողը այ ինքը այդպիսին է։ Ես ինչքան չուզողում ենք տիկին Հասարյանը։ Սպասեք ես էլ ասեմ։ Այն ձեր մոտ եկող ձեր հյուրերը այդպիսի բաներ շատ են ասում, չէ՞, էզոթերիկ առումներով այնպիսի հեքիաթներ են պատում։ Հիմա մի հեքիաթ էլ իրենցից մնացել է։ Իմ մեջ մնացել է այդ մի հեքիաթից, որ ասեցին Մասիսը վերցնում է, Մասիսը կատարում է կատալիզատորի դեր, վերցնում է ամբողջ Հայաստանի ջրերը, մաքրում տալիս է հայ ժողովրդին։ Այսինքն այդ ջրերը ջուրը շրջանառության մեջ
անդադ կատարում չէ, ես միշտ ասում եմ, բանաստեղծություն ունեմ, ասում եմ միշտ էլ ջրերը բարձունքից են վար իջնում։ Ջրերը բարձունքից են վար իջնում։ Ներքևում դառնում են լիճ, բայց իրանք իջնում են վերևից, իսկ վերևից իջնողը Մարգարիտա Զուլանիկ։ Ու տեսեք, փաստորեն, եթե այդպես գնանք, եթե մենք այդքան Արարատ լեռը մեր հոգու անմաչելի զուլալ աղբյուրն ու բերդն է, ուրեմն կարող է ճշմարտությունը, իսկ ինչու՞ չենք հավատում մեր պատմական ճշմարտությունները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այսինքն դուք խոսում եք ու ես զուգահեռ եմ անցկացնում, ճիշտ է, աշխարհի շատ երկրներում չեմ եղել, բայց սա դրախտ, եթե դրախտը չի, ապա դրախտային մի ապշելու հեքիաթային երկիր ունենք, է։ Բա իհարկե։ Եգիպտոսը եսի ինչ կտար, ախր գնում են այդքան։ Եգիպտոսի օրինակն ասեմ։ Արհեստական ծառեր են կապել, մի երկու լույս են դրեն դրել, որ բնություն ունենան, որ իբր զարմացնեն մեզ, ոչ ջուր ունեն մարդավարի, անապատ։ Այ մարդ մի հատ Ստեփանավանը նայեք, մի հատ Լոռին նայեք, այդ Սյունիքի քարահում եք գնում եք։ Դիլիջանը նայեք, սա չնաշխարհիկ երկիր է, աստվածային երկիր է։ Դու գնան մեր ջուրը, մեր միրգը, հացը, ամենահամեղ հացն է։ Անկեղծ ասում եմ, փշակաղվում եմ, սա ֆանտաստիկ երկիր է։ Ուրիշ երկրներում էլ եղած կլինեք, այդտեղի հացերի մեջ համ չկա։ Ջուրը խմել չի լինում, հացերի մեջ համ չկա։ Մեր հողը իրոք ուժ ունի, է։ Իսկապես, ասենք, իզուր չի էլի արշակի ու շապուհի պատմությունը։ Դիզերական հազոր էներգիայից մենք օգտվում ենք։ Պատահաբար չի, որ Վասիսարի եւ եգիպտական բուրգերի միջև այդ տարածքային հեռավորությունները բոլորը նույն աստիճանի տակ է, դրանք համարվում են տիեզերքի կարգավորման կենտրոններ։ Մեկ էլ ասում էին Սինայի լեռնա, քանի որ հրեաները շատ են շոշափում այդ լեռնանը չեմ տալիս։ Ուրեմն տեսեք, դրանք կարգավորում են տիեզերական էներգիան։ Արարատ լեռը այդպես պատահական չի եւ պատահական չէ, որ թուրքերը այդպես ուզում են մեզնից փոկել։ Երբեք Արարատ լեռը Օսմանյան կայսրությանը չի պատկանել, երբեք։ Երբեք չի պատկանել, հիմա էլ չի պատկանում։ Գիտեք, որ բանի հայ-թուրքական պայմանագիրը եւ ռուս-թուրքական պայմանագիրը, Ալեքսանդրոպոլի եւ Ղարսի այդ պայմանագրերը, երբ որ կնքվել են կնքվել են, այդ ժամանակ եւ Թուրքիան եւ Ռուսաստանը միջազգայինորեն ճանաչված երկրներ չեն եղել, այսինքն նրանց կնքած պայմանագրերը օրենքի ուժ չեն ստացել մինչև 45 թվականը։ Մինչև ՄԱԿ-ը։ Մինչև ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի ստեղծումից հետո նոր իրանք արեցին եւ խոսակցություն կա, որ տեքս ասում են, որ այդ ժամանակ նոր հայերը կարծես թե ստորագրել, դե հիմա չասեմ դա ճիշտ դուրս չգա, ուրեմն տեսեք, փաստորեն ու դա կնքվել է 25 տարով։ Պայմանագիրը 45 թվականին ավարտված է եղել 25 տարով։ Ուրեմն մեզ էլի խաբել են ժամանակ այդ մեր հարազատ մայրական, թե եղբայրական ողերին բարեկամները մեզ ուրեմն այն ժամանակ էլ են մեզ խաբել։ Այսպես է այս կյանքը։ Հիմա եկանգները ասում են դե էլի չի։ Մենք մեզ պիտի կարողանանք պահել թե չէ։ Այ դա հարցերի հարցն է։ Որ չգնանք գլուխներս բան անենք, հասկանում, հա, համատեղ պատմություն ունենք, գնանք մայիսի 9-ը, չգիտեմ, ես անենք, այն անենք, չնայած տեղել է տարակապ իրարամերժա կարծիքները, բայց եղբայր, մամուլը գրեց այսօր դե այս հաղորդում ամսի 23-ին է գնալու եթեր, այսինքն մենք հիմա հասկանում ենք ինչա մամուլը տես, չգիտեմ, ինչ դրիգերներ են անում, բայց որ գերագույնը ասում են, որ իբր Թուրքիային չնեղացնելու համար կարող է պետական ոչ մի բան չանի 110-րդ տարելիցին ավելին կողած եղածպանության հուշահամալիր չգնա։ Ավելի շատ մարդիկ են գալու։ Պատկերացնում եք դակուդա դակատիլիս էլի հիմա էսա։ Չէ, այդպեսի բան չի կարող լինել։ Չէ, դա իրանց վերնախավն է, ժողովուրդը հզոր եղել է ու Եռաբլուրը դրա վառ վկայությունն է։ Տիկին ասել չեմ կարող այդ հարցը չտալ էլի։ Խնդրեմ, եթե ասելիք ունեք ավարտեք, որտեվ Եռաբլուրը ինձ մեզ համար, ես ով եմ։ Ես դուք բանաստեղծեք, ավելի սիրուն կասեք։
նախ գնալու եք թե ոչ ապրիլի 24-ին Եռաբլուր։ Եվ խնդրում եմ նշ ասացեք ինչ է այն ձեզ համար եւ ինչ պիտի լինի մեզ հայերիս համար։ Անպայման գնալու եմ։ Ճիշտ է, պիտի խոստովանեմ, չեն ասում, ինձ համար այդ բանը չկա։ Ես ամեն ինչից վեր եմ գերադասում հայրենիքը։ Մի քիչ վատառողջ եմ, ոտ քսա հոգնում եւ այլն, նշանակություն չունի։ Հայրենիքի համար ոչ ոտ պետք է հոգնի, ոչ գլուխ, ոչ ձեռք։ Այդ գլուխը ընդհանրապես չպետք է հոգնի։ Իսկ մեր գլուխները հոգնած են։ Այս է խնդիրը, որ չեն անում։ Ծիծեռնակաբերդի յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր դետալը մեր արյան մեջ է։ Նախ մենք բոլորս եղեռնից փրկվածների արյունն են կրում մեր երակներում, արյունը չի փոխում, այդ գենը անցել է, չէ՞։ Գենը անփոփոխ է։ Լավ է, շատերը լսեցին ու գիտեն, որ ստուգել են հայ կանանց գենը, տեսել են 8000 տարվա պատմություն ունի եւ անփոփոխ է։ Եթե հայ կնոջ գենը 8000 տարում չի փոխվել, այ հենց այսօր ես Մեծամորի թանգարանում եմ եղել, այնտեղ նայեցի, այո, 7000 մեր թվարկությունից առաջ 7000 տարվա պատմություն ունեցող մշակութային գործեր եւ զարմացած մնացի։ Այդ մշակութային գործերը մեկը մյուսին չէր կրկնում։ Մենք սքանչելի ժողովուրդ ենք եղել եւ այն գլխից ապրել ենք։ Այդ ինչ հեքիաթներ է պատմում Մալիև կոչված այդ արհեստական գոյությունը, որ հայերը եկվոր են, հայերը չգիտեմ ինչ են, չեն ամաչում դրանք, գոնե իրենց ստերից ամաչեն։ Այ ես ճիշտ եմ ասել, հիմա կասեն տիկին ասադրել, այդ ինչ ասում։ Այ իրենք այնքան սխալմամբ թուրքերը այնքան վատ բան արեցին հայերի գլխին, որ տիեզերքի աչքը բնությունը տեսավ, այ հիմա իրանք են լաց լինում, 3 մետր ջուրը բարձրացել է Բաքվում։ Եվ բազմաթիվ զոհերուր են, իրենք իհարկե Ալիևը թաքուն է պահում, ինֆորմացիա չի թողնում գնա, որ ժողովուրդը չխեղճանա, բայց սրանից հետո, այս ջրհեղեղից հետո, այ նոր Ադրբեջանի ժողովուրդը կհասկանա, որ ինքը ղեկավար չի ունեցել։ Մարդ, որը մենակ մոնոպոլիստ է եղել, ինքը իրեն է հարստացրել, ոչ թե զբաղվել այդ ժողովրդի բարեկեցության համար։ Հիմա խնդիրը սա է։ Եռաբլուրը մեզ համար մեր գոյության հենքն է, որովհետև բարձրանալ եռաբլուր նշանակում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի համար եւ վերջապես աշխարհում միակ ազգն է, ցեղասպանված ազգն է, որը սրբադասված է։ Վատիկանը ինչ բաներ է անում, խորամանկ քայլեր է անում, վերջերս էլ չգիտեմ ինչքան բան էին վերցրել, այդպես շոյած 30-ածատ էին վերցրել, որ այդ միջոցառումը կազմակերպել էին քրիստոնեությունը Ադրբեջանում վերնագրով, այո, շատ զայրացած եմ ես դրա դեմ, բայց հայոց ցեղասպանությունը սա անջնջելի է մեր ազգի պատմության գոյության մեջ, քանի հայոց ազգը կա։ Թեկուզ այն սեվակ ոնց էր ասում սուրբ նշխար շան բերանում, բայց մենք հիմա այդ սուրբ նշխարը դարձել է այն մի բուր ոսպը, այն ցորենը, որը տարածված է ամբողջ աշխարհում եւ այդ ցեղասպանությունը չի մոռացվի։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած է Սողոմոն Թելերյանի ոգին։ Հաստատ։ Մենք ոչ մեկս չենք զիջելու։ Հիմա չլինի, հիմա ես չլինեմ, ես տարի կսարել եմ, եթե ես հիմա չլինեմ, տարիներ հետո, 5 տարի, 10 տարի հետո, այն մեր զավակները, որ այսօր մեծանում են, նրանք կլուծեն այդ վրեժը, չեն թողնի, որ հայը մնա անպատիվ, հայը այդպեսին չի, հայը շատ պատվասեր է, շատ հզոր բռունցքիտեր, մեծ հայրենասեր, խելացի, գիտական խոշոր պոտենցիալ, կա այս երկրում, այս աշխարհում մոլորակի վրա մի երկիր, որտեղ չլինի հայ, որը լավագույն գյուտի հեղինակն է, լավագույն զենքի հեղինակն է, որը լավագույն գեղեցկուհին է աշխարհի մակարդակում կա, լավագույն շախմատիստն է աշխարհում, լսեք, բավական եղավ։ Այս ազգը տաղանդավոր ազգ է, այս ազգը այն ազգերի մեջ պահպանվող, այն մի բուր սերմացու ցորենն է, որը տարածում է աշխատասիրություն, արդարություն, բանականություն, գիտական մեծ պոտենցիալ, տիեզերագիտություն, խոշոր փիլիսոփայություն, այս բոլորից մենք ունենք հատիկ եւ ամենալավագույնը, այնպես որ հպարտ լինենք, որ մենք հայ ենք։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ,
ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բրավո։ Հա, պարտությունը եւ մեծ պատասխանատվություն, մեծ խաչ, որը պատվով պիտի տանենք էլի։ Այս ժամանակներից ավելի ծանր պատմությունը ժամանակներ է ունեցել։ Երաբլուրին կպնում են։ Ինչպես կարելի է երաբլուրի մասին նույնիսկ խոսել։ Խոնարհումով, շշուկով պիտի արտասանեք այդ բառերը։ Սրբատեղի է դա այլ բան է։ Տիկին Ռուզան, ինչ անել, որն է ելքը, շատ կարճ ավարտում ենք։ Ելքը նորից եմ կրկնում։ Մի կողմ դնել նյութական արժեքների նկատմամբ մոլուցքային հիվանդագին այդ վերաբերմունքը, երբ որ գիտեք ձեր աչքի առջև հայրենիքի ճակատագիրը կանգնած է վտանգի առաջ, երեխա մի եղեք, երեխաներին կարելի է ներել, հասուն մարդիկ եք բոլորդ, ինչքան որ կուտակել եք, ինչքան որ գողացել եք, թալանել եք, ավերել եք, լավ եք արել, երկին առանց հարուստների, երակների չի կարող ապրել, այս ճշմարտությունն էլ ասեմ, պետք է ունենան, որ ստեղծեն, ունենան, որ տան երկին, բայց թող օրենքով լավ չեն արել թալանել են, ու թող պատժվեն թալանչիները։ Բայց խելք ունեցեք, այդ եղածը ինչքան ձեռք եք բերել, ինչու պետք է դուք ցածր աշխատավարձ ստանաք, ամբողջ օր տարապիկ չկարողանալ բանել, դժգոհ լինեն ընտանիքը, որ ինչու այդքան քիչ աշխատավարձ, ինչու են միսը այսպես, ընտանիքների խնդիրը պետք է մտածել պաշտպանել հայոց ընտանիքները, որտեղ հայ ընտանիքը եթե քայքայվեց, քանդվեց, պետությունը բանակ չի ունենա, պետությունը գեն չի ունենա, պետությունը չի կարող իր գլուխը պահել։ Թիվ 1 խնդիրը այսօր ընտանիքների պաշտպանությունն է, իսկ ընտանիքների պաշտպանությունը կատարվում է, երբ որ դու ուղեղով ես մտածում, գնում եք ուրիշ աշխարհներ, ուրիշ պետությունների համար, այդ նոր քիչ առաջ ասեցի, տալիս եք ամենալավագույնը ձեր մեջի, ձեր հոգու, ձեր գիտակցության, ապա ինչու չեք մտածում ձեր երկրի, ձեր Հայաստանի համար, ինչ է նշանակում երկիրը լքել գնալ, գնում եք ուր եք գնում, ինչ եք անում, ձեզ լավ եք զգում օտար երկրների մեջ, հա, լավ, այդ տաշի տուշիները ավարտվեց, հետո գիշերները որ քնում եք, Անդրարգի ասացի նման, ըսկի չեք մտածում, որ ինչ արեցիք ձեր հայրենիքի հանդեպ, ինչ արեցիք, բա կարելի է սեփական տունը թողնել։ Ամեն հայ տղամարդ պետք է մտածի, որ ինքն է իր տունը պահելու, իր տունը պահելու ամեն հայ ընտանիքը ուրիշ որևէ մեկը դուք չեք մտածում, չէ՞ որ ձեր հարևանը կգա, ձեր ընտանիքը կպահի։ Ընդհակառակը դուրս դնում են, որ հանգած չլինի ինչ որ մի ձևով օգտակար լինեն, այսպես է, այդպես է ազգերն ու պետություններն են։ Ամեն ազգ պետք է ինքը իր ցեղը, իր ազգը պաշտպանի։ Վերջ տվեք, արդեն բավական է։ Այս ինչ է կատարվում, այս ինչ բամբասանքները ամեն տեղ։ Տեսակ, ես ոչ մեկի հասցեի, ոչ մի բան չասեցի, բացի Ալիևից։ Սխալ քայլեր անում են, ասում են, Ալիևին չեմ կարող ես գովաբանել, ասել, որ այսպեսի մարդ է։ Ինքը լավ է, իր ընտանիքը, իր մեհրիբանի, իր շրջապատի եւ իր այն տարածքի համար, որտեղ ինքը մնում է որպես թագավոր։ Բայց ինքը իմ համար ինքը վատ մարդ է, որտեղ ինքը չի զգում հարևանության, պետության, ժողովուրդների խաղաղ ապրելու, հաշտ ապրելու հանգամանքը, այս բոլորը չի գիտակցում։ Մարդ ես վերջապես գիտակցիր, սեր Աստծո, հավերժական չես այս երկրի վրա, քո հայրը ինչ եղավ, վաղ միսօր քո հերթն էլ կգա, մերն էլ կգա։ Շների հետ որ հարևանություն ես անում, պետք է փայտը միշտ ձեռից չգցես։ Հայաստանը այսօր պետք է խելքի գա, համարձակ պետք է լինել, երկիր ղեկավարելու համար պետք է երկու բան, առաջի հերթը ճկուն դիվանագիտություն, երկրորդ ռազմագիտություն։ Մնացած ամեն ինչ կլինի։ Երկիրդ ամուր պահեցիր, քո երկիրը կայուն պահեցիր, թշնամու վտանգ չզգաց, քո պետության ժողովուրդը զգաց, որ կարող է իր երեխային պահել, եւ ծնունդները կշատանան, եւ արտագաղթը կկանխվի, եւ գորզարանները կզարգանան, ամեն ինչ լավ կլինի։ Արարատյան դաշտավայրում մի գորզանային կառուցում Ալիևը 100 անգամ խփեցին այդ գործարանը չկարծվեց, չգիտեն հիմա կարծում են թե չէ։ Այսինքն Ալիևը չպետք է մեր սահմաններին կարողանա մոտենալ, ամբողջ մեր բարձունքները վերցնել ու նստել այդ բարձունքների վրա։ Բա եղավ, բա ինչ եք մտածում մեր հարևաններ, ՀԱՊԿ անդամներ, չգիտեմ որտեղ
էս կամ Եվրամիության խաղաղապահները եկան մի երկու բարձունք վերցնեին տային էլի։ Բայց չեն անում, դրա համար մենք չպետք է թույլ տանք։ Հենց վախեցար կխփեն։ Մենք հայերս չպետք է վախենանք։ Անվախեն, հələ արտգործնախարարին նայեք, ինչ անվախ տղա է, հələ մի հատ բանակի պաշտպանության նախարարին նայեք, բեսպիցի մինուտ զորավար տղա է, գերագույնի մասին էլ չեմ ասում։ Թրաշվը ընդհանրապես դարել է գերագույնների գերագույնը։ Իշխանության ահուսար սափը թշնամիների։ Համապատասխան նախարարությունները պետք է ունենան գրագետ, խելացի, ոլորտում զարգացած, փորձ ունեցող մարդիկ պետք է լինեն, անկախ կուսակցություններից։ Իսկ այդպիսիք կան։ Լիքը հրաշալի կադրեր ունենք։ Մենք ունենք այսօր երիտասարդների մի ամբողջ փաղանք, որոնք բոլոր լիդերներ են։ Բարձ ասում եմ, բոլոր լիդերներ են։ Հավակնոտ, լավ, տեխնոկրատ, կրթված։ Մի քիչ գուցե աշխարհաքաղաքական տարակարծություններով Կդասիրակենք։ Տիկին Ազատյան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Չափազանց հետաքրքիր է ձեզ հետ, ամեն անգամ մեծ բավականություն եմ ստանում, անկեղծ, այդ հոգու պորտկումը, այն ցավը, այն կներեք ես բառն ասեմ, այն դուխը, որ տալիս եք, դրա կարիքը վստահ եմ։ Ինձանից սկսած ունենք, անկեղծ ունենք։ Գիտեք, Եվ այն գեղեցիկ հայերենը, որ ձեր շուրթերից են։ Դե ես հայերենի գերին եմ, հայերենի։ Ես գիտեք ոնց եմ ձեռագիրը ոնց եմ սիրում։ Ես որ ձեռագիրը կարդում եմ կամ գրում եմ, չէ, այդ տառերի հետ ոնց որ խոսեն, այդ ինչ գեղեցին է։ Չկա, չէ, հողի ամեն ինչի շատ մեջ։ գեղեցիկ են։ Այդ տառերը ոնց որ ես նկարեմ, մի օր մեկին գիրք էի նվիրում, ասեց, «Այս ինչ գեղեցիկ ձեռագիր է, Տիկին Ասատրյան»։ Ես սկսեցի շփոթալ, ասի դու գիտեք ես ոնց եմ իրան սիրում։ Հայերեն գիրը իմաստություն է։ Ինչպես կարելի է այդ գիրը չսիրել։ Այս գրիպերը Ձեզանից սեր է հորդում դեպի հայոց լեզուն ու դեպի հայրենիքը, որից մենք էլ ենք օգտվում, որի համար շնորհակալ եմ։ Բոլորդ ողջունեք, Արթուր ջան, լավ տեսնեմ բոլորի։ Թող ձեր գլխից մի մաս չպակասի, հայ ժողովրդից մի մաս չպակասի, Հայաստանի տարածքներից մի ճանապարհ, մի հյուլե, մի մասենու թուփ չպակասի, Հայաստանը ունենա մի համարձակ, ընտիր ղեկավար ունենա, որը բռնցքը խփի սեղանին ասի Ալիև, ես քո չգիտեմ ինչու, ինչ է։ Դու տարել ես մեր ազգային տարածքը։ Գնա Ռուսաստանի հետ, կուզենա լեզու գտնի, կուզենա չգիտեմ ինչ անի, մի ձևով բանի գենշտաբից անի մեր հայկական սահմանների քարտեզը որ ունեն, ՄԱԿ-ի կողմից ճանաչված հայկական քարտեզը վերցնել իր ամբողջ տարածքով, վերցնեք, աշխատեք, մի վախեցեք։ Վախեցողի հետևից ընկնում են։ Շները գիտեք ինչքան մեծ ուժեղ բնազդ ունեն։ Շները նայում են մարդկանց, հենց տեսնում են անց աչքերի մեջ վախ է, ընկնում են այդ մարդու հետևից։ Էլ բան չասել։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Մեզ այսօր հյուրընկալվել էր գրող, հրապարակախոս, հանրային գործիչ Ռուզան Ասատրյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։